Այս վերջերս ես վերլուծում էի իմ վիդեոների թեմաները, թե ինչ թեմաներով եմ ես առհասարակ խոսում։ Ես նկատեցի, որ ծխելու թեման, ես բազմաթիվ վիդեոներ ունեմ ծխելու դեմ, արտագաղթի թեման եւ ավտովթարների թեման։ Այս 3 թեմաները իրականում իրար հետ փոխկապակցված են։ Եվ դա Հայաստանի ժողովրդագրական խնդիրն է։ Մենք չենք դիմանա մրցակցությանը Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Պարսկաստանի հետ։ Չենք դիմանա, եթե մենք չլուծենք մեր ժողովրդագրության խնդիրը։ Աշխարհում կան այնքան թվով հայ մարդիկ, իրենց հայ համարող իդենտիֆիկացնող մարդիկ, որ եթե աշխարհի հայերի մեծ մասը միավորվի Հայաստանի Հանրապետությունում, մենք լիովին մրցունակ կլինենք եւ շատ առումներով կգերազանցենք մեր բոլոր հարևաններին։ Եվ թե ծխելու թեման, թե ավտովթարների թեման, թե արտագաղթի թեման վերաբերում է հենց ժողովրդագրությանը։ Մենք ծխում ենք, մենք քիչ ենք ապրում, շուտ ենք մահանում։ Ավտովթարներից ասացի, տարեկան մի գյուղմարդ մահանում է ավտովթարներից չհաշված վիրավորներին։ Եւ արտագաղթը, որը հումանիտար առումով նույնքան ողբերգական չի, բայց ժողովրդագրական առումով տասնապատիկ ողբերգական է։ Այսինքն, որ մենք 35 տարում չենք ստեղծել այնպիսի պետություն, որից զանգվածային արտագաղթ չլինի։ Ես չեմ հավատում ծնելիության խթանմամբ մեր երկրի ժողովրդագրական խնդրի լուծմանը։ Երկու պատճառով։ Առաջինը, որ եթե երկրում կա արտագաղթ, ապա ինչքան ուզում ես ծնելիությունը ավելացրու։ Բնակչությունը բնական ճանապարհով կաճի, հետո կարտագաղթի։ Եվ երկրորդը, 21-րդ դարում ընդհանուր աշխարհի ծնելիությունը փոքր բացառություններով, որ հիմնականում վերաբերում է աֆրիկյան երկրներին, այնքան են նվազել, որ այլևս հնարավոր չէ ծնելիությամբ լուծել որևէ երկրում ժողովրդագրության խնդիր։ Ժողովրդագրական խնդիրը 21-րդ դարում կարող է լուծվել միայն ներգաղթի միջոցով եւ կարող է բարթանալ միայն արտագաղթի միջոցով։ Եթե մենք ուզում ենք մեր ժողովրդագրական խնդիրը լուծել, համար 1 խնդիրը հետեւյալն է՝ ստեղծել բարգավաճության այնպիսի մակարդակ, որ արտագաղթը բացառվի։ Հաջորդը՝ ստեղծել բարգավաճության հաջորդ մակարդակը, որ սկսվի դանդաղ ներգաղթ։ Հետո այդ ներգաղթը արագանա, ստեղծել այնպիսի պայմաններ, որ ներգաղթող մարդիկ հնարավորինս արագ ասիմիլյացվեն մեր երկրում ապրող ժողովրդի հետ։ Ես ասում եմ ասիմիլյացվեն, ես նկատի ունեմ առաջին հերթին հայերին, որովհետև բացարձակապես տարբեր մտածողություն ունեն աշխարհի տարբեր ծայրերից եկող հայերը, պոտենցիալ այդ ներգաղթողները։ Սա առաջինը։ Երկրորդը՝ Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ավտովթարներից մարդիկ չզոհվեն, եւ երրորդը՝ պայքար ծխելու դեմ եւ առողջ ապրելակերպ, որպեսզի միջին կյանքի տևողությունը ավելանա 10-15 տարով։ Եթե սրան գումարենք արդյունավետ կրթությունը եւ մարդիկ, որ իրենց պոտենցիալը գոնե կիսով չափ իրագործեն, ես ձեզ հավատացնում եմ, Հայաստանը ոչ միայն կլինի մրցունակ աշխարհում, Հայաստանը լուրջ հայտ կներկայացնի, որ մի շարք բնագավառներում անգամներով առաջ ընկնի իր անմիջական հարևաններից եւ աշխարհի նույնիսկ զարգացած երկրներին հասնի եւ անցնի։